է ասում Նիկոլ Փաշինյանը, բացի նրանից, որ նա պարբերաբար սպառնում է քաղաքացիներին ու մետրոյում այսպես բռնում է, սպառնում է, մեղադրում է ղարաբաղցիներին նրա մեջ, որ իրենք փախել են Ղարաբաղից եւ այլն եւ այդպես շարունակ, բայց նաեւ սպառնում է պատերազմով, ասում է, եթե մենք չլինենք, ապա անպայման լինելու է պատերազմ, ստիպում է մարդկանց շանտաժով, կարծում եմ, որ կարող է ստիպել մարդկանց գնալ եւ հունիսի 7-ին քվեարկեն հօգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանը, բայց մյուս կողմից էլ մենք ունենք հետեւյալ իրողությունները գլոբալ առումով ինչ ասում Նիկոլ Փաշինյանը, եկեք մենք առաջնորդվենք մաքուր էջի սկզբունքով, մաքուր էջի քաղաքականություն վարենք, մոռանանք թե ինչ է կատարվել նախկինում, մոռանանք թե ինչ հարաբերություններ ենք ունեցել Ադրբեջանի հետ, ինչ հարաբերություններ ենք ունեցել Թուրքիայի հետ եւ փորձենք ամեն ինչ սկսել զրոյական կետից։ Արցախի բանակցությունները էլ զրոյական կետից էր այդ մարդը սկսում, վերջում Արցախը արցախցիների հետ մեկտեղ հանձնեց Ադրբեջանին 22 թվականի հոկտեմբերի 6-ին Պրահայում։ Բայց ինչ են ասում այս ամեն ինչի վերաբերյալ ադրբեջանցիները, ինչ գնահատականներ է տալիս պաշտոնական Բաքու եւ ինչ մոտեցում իրենք ունեն ընդհանրապես հայկական պետականության հետ իրենց հարաբերությունները ձևավորելու համատեքստում։ Մի քանի օր է Ադրբեջանի պաշտոնական տարբեր գերատեսչություններ հայտարարություններ են տարածում այսպես կոչված 1918 թվականի ցեղասպանության մասին։ Տեսեք, իրենք մեզ մեղադրում են նրանում, որ մենք իբրտ 18 թվականին իրենց նկատմամբ ցեղասպանություն ենք իրականացրել։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունն է համապատասխան հայտարարություն տարածել, Ադրբեջանի օմբուդսմենն է համապատասխան հայտարարություն տարածել։ Մի զարմացեք, Ադրբեջանում այս տեսակ ֆիկտիվ կառույց եւս կա, Ադրբեջանի օմբուդսմեն եւ իրենք այս հայտարարությունն են տարածել, ավելին օմբուդսմենի հայտարարության մեջ նաեւ փաստորեն կոչ կա միջազգային հանրությանը որակել 18 թվականին 1918 թվականին տեղի ունեցած իրադարձությունները որպես ցեղասպանություն։ Ինչ են նաեւ փորձում համոզել ադրբեջանցիները, որ տարածաշրջանում իրենք են զոհ, իրենք զոհ են գնացել հայերի բռնաճնշումներին, հայերի օկուպացիային, ավելին իրենք փորձում են այն թուրքական թեզը առաջ տանել, որ տարածաշրջանում կոնֆլիկտային տարը դա Հայաստանն է, դա հայերն են, այդ իսկ պատճառով պետք է այնպես անել, եթե տրամաբանորեն շարունակենք այս մեղադրանքները, որ այդ կոնֆլիկտային տարը այլևս հնարավորություն չունենա տարածաշրջանի շրջանակներում ինչ որ ազդեցություն ունենա գործընթացների վրա։ Տեսեք, Նիկոլ Փաշինյանը ասում է մենք պետք է մոռանանք ցեղասպանությունները, ավելի ճիշտ այսպես ասում եմ, մենք չպետք է ցեղասպանությունների մրցավազքի մեջ մտնենք։ Հենց դրանից հետո ադրբեջանցիները մեզ մեղադրում են ցեղասպանության մեջ, ավելին այստեղ կա եւս մի չափազանց վտանգավոր իրողություն։ Ցավոք սրտի այդքան էլ շատ չխոսվեց սրա մասին, բայց ինչ էր ասում Նիկոլ Փաշինյանը վերջին ճեպազրույցում լրագրողների հետ կառավարությունում։ Ասում էր հետեւյալը, որ Արցախի հայերը Արցախի եւ Հայաստանի ռազմաքաղաքական էլիտայի ձեռքում փաստորեն գերիներ էին եւ արցախցիներին օգտագործում էին սեփական իշխանությունը պահելու, հարստանալու, ինչպես իշխանություններն են ասում, լափելու համար։ Վտանգավորը գիտեք որն է։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը գտնվելով օկուպացրած հայկական Շուշիում համանման հայտարարություններ է անում, խոսքը վերաբերվում է 23 թվականի ամռանը, միջև էթնիկ զտումը, որ տեղի ունեցավ Արցախում, նա ասում էր հետևյալը, որ հայերը, որոնք ապրում են Ադրբեջանում, իրենք փաստորեն գերի են, որոնք ապրում են Արցախի հանրապետությունում, իրենք փաստորեն գերի են Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության ձեռքում եւ հետաքրքիր այսպես կլինի տեսնել, թե ինչ որոշում կկայացնեն հայերը մնալ Արցախում թե ոչ, տեսեք, նույն թեզերն են իրենք առաջ քաշում եւ Ալիևն է մեղադրում Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նրանում, որ հայերին գերի էին պայում եւ Նիկոլ Փաշինյանն է մեղադրում։ Ու կրկին ասենք, սա այն պայմաններում, երբ որ ադրբեջանցիները շարունակում են պնդել, որ մենք ենք ցեղասպանություն իրականացրել իրենց նկատմամբ, մենք էլ այստեղ օկուպանտներ ենք։ Մենք պետք է նաև հասկանանք հետևյալը, տեսեք, տրամաբանորեն փորձենք հասկանալ, ինչի համար է Ադրբեջանին այս ամեն ինչը անհրաժեշտ, ինչի համար են իրենք փորձում ստեղծել ճակերտավոր բարոյական, գաղափարական, քաղաքական հիմքեր Հայաստանի մեղադրելու ցեղասպան պետություն լինելու մեջ, հայ ժողովրդին մեղադրելու ցեղասպան ժողովուրդ լինելու մեջ։ Եկեք սրան նաև հավելենք հետևյալը. ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հեռանալ ջերմուկից, ադրբեջանցիները չեն էլ պատրաստվում հրաժարվել այսպես կոչված անկլավների մասին խոսույթից։ Տրամաբանությունը հուշում է, որ ադրբեջանցիները Հայաստանի նկատմամբ ունեն պահանջների շատ մեծ փաթեթ։ Եվ այդ փաթեթը, եթե այսպես ձևակերպենք, կոչվում է Արևմտյան Ադրբեջան։ Նիկոլ Փաշինյանը, որը անցյալից էլ մենք գիտենք, օրինակ սիրում է խոսք հերթել
Ինքը կարող է սիրել այդպիսի բաներ, բայց կարևորը երկրի ղեկավարի համար որ նա այնքան կոմպետենտ լինի, որ այս առաջնահերթությունները իմանա, այս առաջնահերթությունները հասկանա եւ հասկանա թե ինչ են մեզանից ուզում ստանալ ադրբեջանցիները։ Եվ այս պարզ տրամաբանական շղթան, որ շարունակում ենք, այսինքն Ադրբեջանի պաշտոնական գերատեսչությունների հայտարարությունները, ադրբեջանական զորքերի դիրքավորումը Հայաստանի Հանրապետության տարածքում, ադրբեջանական պաշտոնյաների խոսույթը, այն որ Ադրբեջանի նախագահի վարչակազմը շարունակում է ֆինանսավորել արևմտյան Ադրբեջան նախագիծը, մենք գալիս ենք պարզ տրամաբանական եզրահանգման։ Եթե Հայաստանում հունիսի 8-ին փոփոխություններ տեղի չեն ունենում, այսինքն մենք չենք արթնանում քաղաքական փոփոխություններ ապրած երկրում, ադրբեջանցիները առաջ են տանելու այսպես կոչված արևմտյան Ադրբեջանի թեզը։ Իսկ ինչ է պատասխանելու դրան Նիկոլ Փաշինյանը, ասել է. դե եկեք մենք չմտնենք այս տեսակ խոսույթային պատերազմի մեջ, դե հետո ինչ, թող անվանեն արևմտյան Ադրբեջան, բայց մենք գիտենք, որ դա Հայաստանի Հանրապետությունն է։ Նույն տրամաբանությամբ նաև շարժվեցին այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի վերաբերյալ եւ վերջում ամեն ինչն ուղղակի անվանեցին տրիփայերի համար, իսկ ադրբեջանցիներն ու թուրքերը շարունակում են անվանել Զանգեզուրի միջանցք եւ պնդում են, որ պետք է գործի հենց միջանցքի տրամաբանությամբ։ Մտածեք այդ մասին։